Նինոց Մինդայի երաժշտական դպրոցում հնչեց արդեն ավանդույթ դարձած վերջին զանգը։ Հոծ բազմություն, կայտար դեմքեր, թախծադալուկ աչիկներ ու գեղեցիկ մթնոլորտ։ Հունիսի 28-ի առավոտը մարդաշատ էր երաժշտական դպրոցի բակը։ Հավաքվել էին վայելելու ու բարի երթ մաղթելու դպրոցն ավարտող 59-րդ շրջանավարտներին։ Ավարտվեց նաև ուսումնական տարվա վերջին օրը, հետևում մնացին լարված աշխատանքներով, ուրախ ու տխուր պահերով լի օրերը։ Անցած օրերից փորձ ենք խաղում, կազմավորվում է մեր գործնական խելքի ամենակենդանի մասը։ Երջանիկ է նա, ով կարող է կապի մեջ դնել անցած օրերը այսօրվա հետ։ Սիրելի շրջանավարտներ, հարգելի հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ։ Այսօր այստեղ տիրում է բոլորովին առանձնահատուկ մթնոլորտ։ Սա ուրախության և թեթևակի տխրության օր է, հրաժեշտի և նոր հույսերի օր։ Մենք բոլորս այստեղ ենք հավաքվել շնորհավորելու մեր շրջանավարտներին երաժշտական դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Սիրելի շրջանավարտներ, նախ ուզում եմ իմ հիացմունքս հայտնել ձեր տաղանդի, ջանասիրության և արվեստի նվիրվածության համար։ Ձեզանից յուրաքանչյուրը անցել է երկար, բայց հուսով եմ հետաքրքիր ճանապարհ։ Որքան ժամեր եք անցկացրել գործիքի մոտ, կատարելագործելով վարպետությունը, հաղթահարելով դժվարությունները, հասնելով կատարյալ հնչողության։ Երաժշտական դպրոցը պարզապես մի վայր չէ, որտեղ ուղղակի սովորեցնում են նվագել գործիքներով։ Սա այն վայրն է, այն տեղն է, որտեղ զարգանում է կարգապահությունը, համբերությունը, ձևավորվում են ճաշակը և գեղեցիկի զգացումը։ Դուք սովորել եք ոչ միայն լսել երաժշտությունը, այլև զգալ այն ձեր հոգու ամեն մի բջիջով։ Հասկանալ դրա լեզուն, փոխանցել ձեր հույզերը ձայների միջոցով։ Սա անգին պարգև է, որը կմնա ձեզ հետ ողջ կյանքում։ Հարգելի մանկավարժներ, ուսուցիչներ, վարպետներ, շնորհակալություն ձեր պրոֆեսիոնալիզմի, համբերության և գործի հանդեպ անսահման հարգելի ծնողներ, շնորհակալություն ձեզ, ձեր աջակցության և ձեր երեխաների հանդեպ և երաժշտական դպրոցի հանդեպ հավատի համար։ Հարգելիներս, տեղեկացնեմ, որ այս տարի մենք ունենք 30 շրջանավարտ, որոնցից 28 դհոլահար են և 2 դաշնակահար։ Եվ այսպես Սաթխա գյուղի դհոլահարների խմբի շրջանավարտներ, նոր շունչ։ Պեշտիա գյուղի մուշ դհոլահարների խմբի շրջանավարտներ։ Նինոց Մինդայի Կովկասյան ռիթմեր դհոլահարների խմբի շրջանավարտներ և 2 դաշնակահարներ։ Բուրըն ծափահարություններ մեր բոլոր շրջանավարտներին։ Ես Պիրիտոս Ստեփանյանն եմ, արդեն 4 տարի է հաճախում եմ դահոլի դասընթացները, որը ես շատ եմ սիրում։ Ես արդեն ավարտում եմ և շատ եմ ցանկանում շարունակել դահոլը։ Դահոլի տիրապետելու արվեստի համար շատ եմ շնորհակալ Արգամ Խաչատրյանին, որը մեզ հետ զբաղվեց 3 տարի, իսկ վերջի տարին զբաղվեցինք ընկեր Արտյոմի և ընկեր Յուրայի հետ։ Նրանց մաղթում եմ քաջ առողջություն և շատ եռանք։ Նոր սերունդներ դաստիարակելու երաժշտության խմբում շատ շնորհակալ եմ ձեզ, բարի ձեզ հետ։ Թող ձեր կյանքի ճանապարհը, ինչպես որ նոտաներն են, հնչեն միշտ սիրով, հաջողության և երջանկության մեղեդիներով։ Իսկ այդ մեղեդիներով
թող կազմեն միանգամից սիմֆոնիա։ Մենք հպարտ ենք, որ դուք հենց առաջին ակորդներից հասել եք մեծ բեմերի եւ մեծ համերգների։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ։ Երաժշտությունը մի աշխարհ է, որտեղ ամեն ինչ յուրովի է։ Երաժշտական հնչյունների ելևէջները նման են ծովի ալիքների, որոնք անծայրածիր են ու գայթակղիչ։ Ահա այս աշխարհը հրաժեշտ տվող շրջանավարտներին իր շնորհավորանքը հաղեց Նինոց Մինդայի մշակույթի սպորտի ծառայության պետը։ Եվ այսօր մենք 59 տարի, ամեն տարի տալով շրջանավարտներ, արդեն մենք մի հոծ երաժիշտների բազմություն։ Ճիշտ է, ոչ բոլորն են զբաղվում երաժշտությամբ, բայց այն, որ բոլորը ընտրում են ճաշակով, որակով երաժշտություն, դա մեր երաժշտական դպրոցի ուսուցումն է, որ մենք դուք ունենք երաժշտական ընտրության եւ լսելու այն մեծ ընտրանի։ Եվ ես այս րոպեին կցանկանայի, որպեսզի բոլորս կանգնեինք ոտքի եւ ծափահարեինք 66 թվականին ստեղծված եւ 59 տարի աշխատած բոլոր մեր երաժիշտների, մեր մասնակիցների, մեր ուսուցիչների համար։ Խնդրում եմ, ծափահարենք այն բոլոր ուսուցիչները, ովքեր 66 թվականից 59 տարի աշխատել եւ կազմացել են մեր երեխաների զգացմունքները երաժշտության հանդեպ։ Շնորհակալություն։ Իսկ հիմա իսկապես մեծերով ես նույնպես շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին եւ ես ցանկանում եմ այսօր, որ դառնանք հպարտություն ձեր ընտանիքների, մեր դպրոցի, մեր քաղաքի եւ այդպիսներ կա, որտեղ յուրաքանչյուր ձեր համերգը, ձեր փառատոնի մասնակցությունը, որտեղ հնչում է Նինոց Մինդայի մունիցիպալիտետի անունը, դա մեզ համար մեծ պատիվ է։ Ապրեք, ձեզ բարի երեկ։ Համեմատած անցյալ տարիների այս տարի երաժշտական դպրոցում գերակշռում էր դհոլահարների թիվը, ովքեր 4 տարիների ընթացքում կարողացան բավականաչափ տիրապետել վերոնշյալ գործիքի նրբություններին, իսկ դաշնամուրային բաժինն ավարտեցին 2-ը։ Այսօր մեզ համար շատ կարևոր օր է, այսօր վերջին զանգն է երաժշտական դպրոցում, 7 տարի նախապատրաստական դասարանից հաճախել ենք երաժշտական դպրոց, մեծ հաճույքով ուժ ու եռանդ չխնայելով հաճախել եմ երաժշտական դպրոց։ Այսօր հուզմունք է, քանի որ ավարտում եւ գնում ենք այս դպրոցից, այլևս սան չենք համարվում այս դպրոցի։ Երաժշտական դպրոցը մեզ տվել է շատ գիտելիք, թե ինչպես գալ նոտան, ինչպես երգել երգերը։ Ուսուցիչները շատ դժվար ճանապարհ են անցել մեզ հետ մեկտեղ։ Մենք շատ շնորհակալ ենք, որ այսօրվա դրությամբ ունենք կրթություն երաժշտական դպրոցում եւ ցանկացած տեղ որ գնանք, կասենք, որ երաժշտական դպրոցը երաժշտությունը մեր կյանքի մի մասնիկն է համարվում։ Այս տարի ավարտում ենք 29 շրջանավարտ, բոլորս շատ հուզված ենք, մի փոքր էլ շփոթված, քանի որ շատ երկար ենք պատրաստվել այս օրվան։ Միջոցառումը հուսանք անցնի լավ։ Շնորհակալություն եմ հայտնում դպրոցի տնօրինությանը եւ ուսուցչական անձնակազմին այս 7 տարվա մեզ առաջընթաց մատուցելու, սովորեցնելու եւ իհարկե աջակցելու համար։ Հարգարժան հյուրեր, ծնողներ, մանկավարժական կոլեկտիվ, մենք բոլորս մեր խորին շնորհակալությունն ենք ուզում հայտնել այս 4 տարվա ընթացքում ձեր երաժան
աշխատանքի շնորհիվ։ Ջանք ու եռան չեք խնայել մեր աշակերտներին կրթելու, սովորեցնելու եւ դաստիարակելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում հարգելի Յուրա Արզումանյանին, Արտյոմ Անտոնյանին, որը հարգելի պատճառով բացակայում է այստեղից, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ելի ողջ ծնողների անունից։ Արվեստի աշխարհը այն աշխարհն է, որտեղ ամեն անկյուն ունի կախարդանք, իսկ յուրաքանչյուր հնչյուն իր մոգական ուժը։ Քայլել այս ասպարեզում նշանակում է լինել նրա մեկ նոտայի մասնիկը, թող բազում սերունդներ լինեն այս ամենի շարունակողն ու արվեստի հետևորդները։